Առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում։ Ֆինանսների նախարարի արձանագրումն է ազգային ժողովի լիագումար նիստում։ Ապագան արդեն այսօր է, իսկ որոշումների առանցքում Հայաստանի Հանրապետությունն ու այստեղ ապրող մարդն են։ Ֆինանսական տարվա նախագծման տրամաբանությունն այսպես նկարագրեց Վահե Հովհաննիսյանը։ Վերջին 7 տարիներին մենք անգամ ենք ավելացրել եկամուտները, այդ թվում պարկ ներգրավելու շնորհիվ, որ եթե որոշեինք 26 թվականին վերադառնալ 18 թվականների ծախսի մակարդակին, այդ ամբողջ պարտքը կկարողանայինք մարել ընդամենը 1.5 տարում։ Այդ խնայած գումարով կկարողանայինք 1.5 տարում պարտքը մարել։ Իսկ ինչու այդպես չենք անում, որովհետև այս ընթացքում մեր կարիքները եւ ամբիցիաները էապես փոխվել են։ Եթե մի պահ պատկերացնենք, որ որոշել ենք 1.5 տարում փակել 2018 թվականից հետո վերցրած պարտքը եւ վերադառնում ենք 18 թվականի ծախսերի մակարդակին, ապա մենք պետք է ստիպված լինենք մեր բոլոր ծախսերը կրճատենք 58%-ով։ Այսօր պարտքի կառուցվածքը բազմակի ավելի որակյալ եւ կայուն է 2018-ի համեմատ, վստահեցրեց նախարարը։ Տեղական պետական գանձապետական պարտատոմսերի շուկան դարձել է հետաքրքիր եւ գրավիչ միջազգային ներդրողների համար, ինչը վկայում է երկրի բարելավված մակրոտնտեսական միջավայրի, կայուն հարկաբյուջետային քաղաքականության եւ պետական ինստիտուտների նկատմամբ վստահության աճի մասին։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 973 միլիարդ դրամ։ Հարկային վարչահարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր հնա հարաբերակցության բարելավում սպասողականի համեմատ 0.4%-ային կետով։ Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով 704 միլիարդ դրամ կամ համախառն ներքին արդյունքի 5.9%-ը։ Հաջորդ տարի կներդրվի անկանխիկ գործառնություններից համընդհանուր 2% հետվերադարձի համակարգը։ 2026 թվականին 150 միլիարդ դրամ է նախատեսվել 300 դպրոց եւ 500 մանկապարտեզի շենքային պայմանների բարելավման նպատակով։ Մենք կառուցում ենք մի Հայաստան, որտեղ աճը ոչ թե վերևից տեսանելի ցուցանիշ է, այլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցություն, որտեղ հնարավորությունները ընդլայնվում են, իսկ վստահությունը ամրանում։ Այս ամենով հանդերձ, մեր նպատակն իհարկե նաև այն է, որ այս հաջող պատմությունը շարունակվի եւ դառնա զարգացման ուղի։ Ոչ թե մեկ շրջափուլի ձեռքբերում, այլ մեր պետության կայուն ընթացքի պատմություն։ Եվ հենց այդ պատճառով էլ 2026 թվականի բյուջեն վերջինը մեր կառավարության այս ժամկետում միաժամանակ ավարտ չէ, այլ սկիզբ նոր հնարավորությունների համար, որոնք իրագործելի են խաղաղության եւ վստահության անխախտելի պայմաններում։ Ավելացող պարտքի վերաբերյալ ընդդիմության շարունակական քննադատությունները տեղին չեն։ Եկամուտների ավելացումը վկայում է, որ պարտք վերցնելու որոշումը տեղին է եղել։ Հարցի վերաբերյալ թե կառավարող ուժի, թե ընդդիմադիր падգամավորները ասելիք ունեին։ Քանի որ մեր ընդդիմությունն ասում է, որ մեկ անձին ընկնող հաշվարկով պարտքը ավելացել է 2500-ից դառնալով $4000, քանի որ ինձանից հետո Արթուր Խաչատրյանն է ելույթ ունենալու, ես համաձայն եմ, պարոն Խաչատրյան, այդ $4000 ես կվճարեմ ձեր փոխարեն, եթե դուք համարում եք ձեր անձնական պարտք, բայց պայմանով որ ձեր 2018 թվականի դրությամբ ձեր գույքը ինձ եք տալու։ Այս վերջերս ինչ որ մեկը ասում էր, որ ձեր երեխաները ծնվում են արդեն ունենալով $4300 պարտք, դες տպավորությունա որ պետքա գնանք այդ երեխաներից այդ փողը ուզենք կամ իրանցից ուզենք։ Հետևաբար ուզեմ ասեմ, դուք պարոն Խաչատրյանի պարտքը մարելու հնարավորություն ցավոք սրտի չեք ունենա, որովհետև այդ պարտքը պետական պարտք է եւ որևէ մարդուց չեն գնում, իրան ասում այդ պարտքը արի հիմա մարի։ Քանի տոկոսով ավելացել, օրինակ, միջին կենսաթոշակը, նվազագույն կենսաթոշակը, միջին աշխատավարձը, այսինքն այն ուղղությունները սոցիալական, որոնք վերաբերում են մարդուն։ Իսկ եթե մարդու մասին է բյուջեն, նախ եւ առաջ նաեւ դուք եք հայտարարում, որ առաջանցիկ պետք է ցածր եկամուտ ունեցողների, չէ, եկամուտները ավելանան։ Վերջի տարիներին ես ինչ հիշում եմ այստեղ ելույթ ունենալուց, անընդհատ խոսում եմ աշխատավարձերի աճի եւ անընդհատ խոսում եմ աշխատատեղերի աճի մասին։ Ընդ որում, այդ բոլոր ցուցանիշները գնաճից ավելի
բարձր մակարդակում են, այսինքն իրական աճերի մասին ենք խոսում։ Ունենք պարտքի կառավարելի մակարդակ, կենտրոնական բանկի նախագահի կարծիքով դա է ամենակարևորը։ Մարտին Գալստյանն անդրադարձավ հարկեր հնահարաբերակցության դրական ցուցանիշին, տնտեսական ներուժի հնարավորությունների աճին, որոնց ըստ նրա կնպաստի տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կապիտալ ծախսերի ներդրումը։ Այսպիսով հարկաբյուջետային կոնսոլիդացիայի նպատակադրման ներքո հնայում հարկերի նախանշված աճի և ծախսերի կրճատման արդյունքում 25 թվականի համեմատ սպասվող ցուցանիշը բյուջեի պակասուրդը կնվազի ծրագրավորված 1%-ով և կկազմի 4.5%։ Հատկանշական է, որ քաղաքականության նման ուղղության որդեգրումն ուղղված է տնտեսությունում ձևավորված որոշակի ավելցուկային պահանջարկի զսպմանը և հարկաբյուջետային դիրքի ապահովմանը։ Անդրանիկ Քոչարյանը դրական արդյունք համարեց զինված ուժերում սպանության դեպքերի էական նվազումը, որը համակարգում իրականացվող բարոյահոգեբանական և կանխարգելիչ շարունակական աշխատանքի արդյունք է։ Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց 44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի շրջանակներում ի հայտ եկած փաստերով։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական գնում է կատարվել հակառակ ձեր զգուշացումների Նիկոլ Փաշինյանին, բայց որևէ արդյունք չունի։ Անկախ են բանից, այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը մտել է ուժի մեջ, չի մտել, բայց այդ ամեն ինչը գրած է ու դրած է ազգային ժողովում, լուծումը ո՞րն է։ Լուծումը դա օրենքով նախատեսված ընթացակարգերն են։ Հիմա ժամկետի հետ կապված խնդիրը ինքներդ էլ իմ համար էլ շատ վիճահարույց է, որովհետև եթե ունենք նպատակ զեկույց ունենալու, մենք զեկույց ունենք։ Եվ այդ գաղափարից ելնելով քննիչ հանձնաժողովի որպես նախագահ զեկույց ուղարկել եմ ազգային ժողովի նախագահին։ Հույժ գաղտնիության սկզբունքից ելնելով Քոչարյանը հայտարարեց, թե չի կարող մանրամասն արձագանքել, բայց հայտնեց, որ ազգային ժողովի աշխատակազմի հետ կա պայմանավորվածություն 16,000 էջից բաղկացած նյութերը հասանելի դարձնել իրավասու կառույցներին։ Իսկ ինչ վերաբերվում է դուք ասացիք կադրային քաղաքականության, Արշակ Կարապետյանին կարծեմ վերջերս նորից հետախուզում են տվել։ Սպառազինության ձեռքբերումը գիտենք շատ վիճահարույց է եղել տարիներ շարունակ եւ Դավիթ Գալստյանի մասին բոլորս էլ հայտնի է, լսել ենք, հետևում ենք, ուսումնասիրում ենք եւ կարծում եմ, որ բոլոր տված վնասը մեր անվտանգային համակարգին, ով որ տվել է վնաս, պետքա պատժվի օր առաջ։ Եթե խաղաղությունն արդեն կա, ինչ իմաստ ունի կնքել խաղաղության համաձայնագիր, մեկ այլ հարց բարձրացրին ընդդիմադիրները։ Ըստ Քոչարյանի, ինչպես սահմանազատման դեպքում, եթե միջազգայինորեն հաստատում է պետական սահման, ապա չի կարելի խախտել։ Նույն կերպ էլ անհրաժեշտ է ամրագրված խաղաղություն։ Հրադադարի ռեժիմ փոխանակ օգտագործենք վերջնական խաղաղության հասնելու համար, դա օգտագործվեց ստատուս քվոն պահելու եւ իշխանության հարցեր լուծելու համար։ Սա ասել գիտենք։ Չէ, պետք չէ։ Պետք է զարգանալ նաև այդ ռեժիմով։ Կան օրինակներ աշխարհում բազմիցս, բայց մեզ պետքա հիմնարար խաղաղության տեսքով։ Հիմա հռչակագրի տեսքով է։ Հաջորդի պետքա լինի դա։ Դրան հասնելու համար պետքա, ինչպես դուք եք նշում, հակառակորդը տեսնի, որ մենք մեր երկրում մեր անվտանգությանը վերաբերող հարցերում միակամ ենք։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էլ ներկայացրեց, որ աղքատության ցուցանիշը նվազել է։ Ըստ Արսեն Թորոսյանի, 2021-ին աղքատության ցուցանիշը եղել է 26.5%, իսկ 2024-ի տվյալով 21.7% է։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։